Իհարկե։ Մենք բնակվում ենք Ուրսալի գյուղում, Որ գյուղում։ Արջահովիտ գյուղում։ Արջահովիտ։ Այո։ Մեր ճանապարհները շատ վատ է, մենք չենք Կկառուցենք հերթով կկառուցենք։ Գազե քայլ են, ոչ մեքենաները։ Հերթով կկառուցենք։ Հերթով կկառուցենք հաստատ։ Հա, ասին դե 26 թվականին չպետք է կառուցեն ները։ Հա, սուբվենցիա են երևի։ Երևի, հա։ Կկառուցվի։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան։ Ո՞նց եք։ Ինձ բազմիցս օգնել ես։ Հա։ Աշխարհի չափ գոհ։ Շնորհակալ եմ։ Մի հատ նվիրեմ ձեզ։ Անպայման։ Չէ, հաստատ շորը կընկնի էլի։ Բարև, լավ եք։ Մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Լևոն էս մագնիս խնդիր ունի։ Լավ եղեք։ Հաճիկով եղբայր, լավ եք։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Լավ եք եղբայր։ Նա նվիրեմ։ Սենց։ Բարև ձեզ։ Ձեր կուրտքեն հաստատ չեմ կպսնի։ Բարև ձեզ, լավ եք։ Ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Ոնց են ձեր գործերը։ Բարև ձեզ, նվիրեմ ձեզ սրանից։ Հա ձեզ։ Էս էլ ձեր կուրտքան հաստատ չի կպնի։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ուրա։ Լավ եղեք։ Ստեղ ինչ է։ Լավ եք, լավա գործերը, տրամադրությունները ոնց է։ Մի հատ տեսնենք։ Բարև եղբայր, ես ձեզ շատ լավ վարսավիրանոց է։ Ես ձեզ հաջողություն ձեր գործերի։ Լավ եք եղբայր։ Նվիրեմ մի հատ սրանց ձեզ։ Բայց երկու հատ կարճ ու կոնկրետ հարց ունեմ։ Խնդրեմ եղբայր։ Սպիտակը քաղաք է, չէ։ Այո։ Բա մարզադաշտը չի ունեն։ Կունենա։ Կարելի մենք մարզադաշտի հարցով զբաղվում ենք համայնքի ղեկավարի հետ, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ։ Ինչ ենք անում։ 0-ից մարզադաշտը կառուցում ենք խոտածածկի հարց ֆուտբոլի ֆեդերացիայի։ Ակադեմիա, հա, ֆուտբոլի թե։ Ստանդարտներով 106 մետրանոց ստադիոնի։ Ստադիոնի։ Շատ լավ։ Չունենք երկաշարժ, հետո չենք ունեն։ Կանենք եղբայր։ Իսկ ֆուտբոլի դաշտ կա երեխեքի համար, թե չէ։ Դպրոցի դաշտերը են բարակ։ Դե էլի ված չի։ Երեխեք, ես որտեղից եք գալիս, այսուր եք գնում։ Բարև եղբայր, ոնց եք։ Հատ նվիրեմ սրանից ձեզ։ Երեխեք, ինչ կա, բարև ձեզ։ Լավ եք։ Մի հարցով ենք։ Հա, ֆուտբոլի դաշտի, հալտոկ։ Լերմանց գյուղում կա ֆուտբոլի դաշտ։ Երեխեք ջան, ուրեմն տեսեք։ Մեր բանում նախընտրական ծրագրում մենք գրել ենք, այն օրը որ Շենգավիթում առաջի անգամ գնացինք, ձեր հասակակիցները բոլոր տենց հարցերը բարձրացին, այդ հանդիպումից հետո Մեղրիում էլ Վանաձորում է եւ վերադարձանք եւ ես անձամբ մեր նախընտրական ծրագրում մի հատ կետ ավելացրեցի, որը հնչում է հետեւյալ կերպ. Հանրապետության բոլոր համայնքներում 100 կոմբինացված մարզադաշտերի կառուցում։ Դա ինչ նշանակում։ Դա նշանակում է դաշտեր կան, որը համ ֆուտբոլի համար է, համ բասկետբոլի համար է, եւ այդ 100 հատ պետքա կառուցենք եւ ես ձեզ ասեմ, որ 100 հատ երբ Հայաստանում համայնքների թիվը հիմա 60 քանիս է,
Էլի խոշորանում է, այսինքն բոլոր համայնքներում դա լինելու է, բացի սրանից մենք նաև ուրիշ մարզադպրոցներ, 300 դպրոց, որոնք բոլորը ունենալու են, այսինքն ես ձեզ խոստանում եմ, որ մինչև 2031 թիվը որևէ բան չի լինելու, բայց իհարկե մենք կսկսենք այն տեղերից, որտեղ ամենաշատ չկա, որտեղ մի հատ կա, որտեղ որ ընդհանրապես չկա, այնտեղից կսկսենք ու տենց կշարունակենք։ Լեռնանցքու ստեղ սպիտակ։ Ու այո, անպայման կանենք։ Լեռնանց գյուղն Այո, կանենք, Լեռնանց գյուղում է կանենք։ Եկեք ձեզ սրանից նվիրենք։ Լեռնանց գյուղն որ ճանապարհը սարքեցինք այդ գյուղն, այն որ ճանապարհը վաղուց չուներ, մի օր անցնում էինք ժողովուրդը խաչմեր, այն դբալավի դիմացի բանը, չէ՞, հա։ Մարդիկ կանգնացրին, ասցին, վաղ ճանապարհը սարքեք, հետո գնացինք բացումը արեցինք։ Այ Էս Սպասի, ստեղ չի կպնի, այստեղ Ֆուտբոլիստներն են Չէ, կուրկից չի կպնի Առաջի տեղն է, Լեռնանցքի թիմը Հայք ֆուտբոլային ակումբը, շատ լավ է, շատ ապել Մագնիսն է վերցրու էլի Ում չտվեցի Բարև մռուտ ջան Իսկ բանը, հա, կարամ Կա Ողջույն, ողջույն Հա, էսա սպասի Կանյոնը Էսա մի վարկյան Երեխեք, մի ռոպե, սպասեք, հլը մի ռոպե, հանգիստ Էս քեզ Առաջինը Հա Էս քեզ Էս քեզ Ում չեմ տվե վերցրի Հա, իրան հեսա Հա, էսա երեխեք ջան, մի վարկյան սպասեք, ես գործը ավարտենք Ում չտվի, բոլորին հասա Մագնիսը սրանից ում չտվի, ում չհասավ Էլ ում չհասավ Մյուսներն ունեն արդեն Հիմա Մագնիսով չունի, քարտեզով չունի Քարտեզ, էզ մեկ Էլով չունի Էս Մի ռոպե Հիմա ով էր ուզում Ով էր ուզում նկարվի Հերթով նկարվում ենք Երեխեք տեսեք Ով նկարվում այս կողմով է դուրս գալիս որ հերթով Այս կողմով ով նկարվում է սենց է դուրս գալիս որ Արի Ով նկարվում է ձախով է դուրս գալիս ձախ կողմով Ով նկարվում է ձախով Չէ բայց սենց պայի լույս ընգնում ավր է Ապրեք շատ անփաշին Ապրեք, դուք ապրեք Շատ ապրեք Ձախով Շնորհակալություն բան Ես եմ շնորհակալ Ձախով Շատ ապրեք Մի ռոպե Հա Ես եմ շնորհակալ Բայց մի հատ բան քարտեզ տվեք ու թխվածքից Էս քեզ Մոնիկա ջան, էս էր քեզ Նկարվեցինք, չէ Հայ Բարև ձեզ Լավ դուք ոնց եք Բարև ձեզ Ով է նկարում ես
Maintenant, on fait le quart. On fait le quart. Vas-y, viens. Tellement drôle. Սպասեք ձեզ նվիրեմ ես քարտեզներից Հայաստանը։ Մի հատ բայ դեմ։ Merci, chat. Incroyable en vrai. Merci beaucoup. Merci։ Ահա, մերսի։ Görürsün, acırsın. Հաջողություն։ Okay, գնանք առաջ գնանք արդեն։ Հաջան։ Մենք քեզ հայտ գելինք, քեզ դիան տերեք, ինձ հոսակ է վերցելես, ինձ պաս է վերցելես, ճամփիկ դե շինել, աբիկու բարեքը։ Մերսի շատ։ Բայց հլա շինելու ենքան սարքելու ենքան բան կա։ Այդ մարդու հետ ուզում են նկավի։ Նկարվեցի։ Էսովա, բարև եղբայր։ Ինչ է անունը։ Ես քեզ, ես էլ քեզ։ Նկարվում ենք։ Մի հատ նայի։ Ահա։ Ապրես։ Ինչ է անունը։ Սուզի ջան, ես քեզ։ Բան է Լեոնարդ ջան։ Ունենք թե ավարտվում է։ Ահա։ Շատ ապրեք։ Ուրախ եմ եղբայր։ Ես ձեզ։ Ես էլ ձեզ եղբայր։ Հաջան։ Ուզում եմ իրական գրի անունից շնորհակալություն հայտնել ձեզ։ Ինչի համար։ Բանում նորա կառույց դրոց է կառույցը։ Հա։ Մանկապարտեզները նորա լրիվ բանում վերանորոգում ենք։ Ճանապարհներ դե նոր։ Ասֆալտապատ ճանապարհներ 2 կիլոմետր կես ունենք։ Մենք խորին շնորհակալություն ենք։ Բայց մենք նեղացած ենք ձեզ։ Ինչի։ Ո՞ր մենք ձեզ հրավիրում ենք, ու մենք էլ մարդ ենք։ Բականի անգամ եմ Շիրակամուտ գյուղ եկել եք, հմի, որ մենք էլ մեր երախտագիտությունը հայտնենք ձեզ բարոն բացա։ Բայց այնց ասիկ ոնց որ չեմ եկել, քանի անգամ եկել եք, երկու անգամ եկել եք։ Թո հեղափոխության ժամանակ էլ, հեղափոխությունից հետո էլ։ Հմի էսենց ատեք գնանք։ Իհարկե կգնամ, միանշանակ։ Բան ենք, Միանշանակ։ ես բան եմ անում, ձեր էլեկտրոնային փոստում նամակ եմ գրել։ Ձեր անուն ազգանունը։ Գևորգ։ Դու ինչ գրել եմ պատասխանը լրիվ ստացել եք դրա համար շատ շնորհակալություն։ Ամբողջ գյուղովի։ Ժողովուրդ հիմա նամակների հետ կապված մի հատ պահ է, էլի նամակների հետ կապված իրոք խնդրեմ ունեմ, որովհետև ծավալը այնպեսին է, որ հաջիշտ ամեն օր ինչ որ քանակի պատասխանում եմ, բայց այն օր նայում եմ 1400-ի չափ չպատասխանած նամակ ունեմ։ Այդ նամակների առանձնահատկությունն է, որ ես անձամբ եմ պատասխանում, բայց ինչքան էլ բան, նույնիսկ որ ժամանակ տրամադրում ես, ասենք մի քիչ հոգնում ես, զգում ես, որ կարդում ես, չես ընկալում։ Այսինքն պետք է ներողություն խնդրեմ, չգիտեմ էլ ինչ անեմ։ Մենք շնորհակալ ենք։ Պատահականության սկզբունքով նամակները բացում կարդում։ Իհարկե կա մի հատ շատ նամակագիրների հարգելի խումբ, չգիտեմ քանի հոգի, իրանք անընդհատ գրում են, անընդհատ գրում։ Շատ շնորհակալ ենք։ Մենք պատասխանը լրիվ ստացել ենք։ Շնորհակալ եմ։ Շիրակամուտ մեծ հաճույքով անպայման կգնա։ Պարոն Խուդացյան։ Այ վարչապետ ջան, բարով ես եկել, հաստատ բարին ես եկել, Շնորհակալ եմ։ երկու բարի քեզ բերեք, ցավը տանը, մերնեմ քեզ, լավն ու բարիների քեզ, հա, նվիրում։ Շնորհակալ եմ շատ ձեր վերաբերյալ։ Քաղաքապետի հետ ամբողջ կյանքները աշխատել։ Շնորհակալ եմ շատ Մեր երեխեք։ քաղաքապետն է քեզ է։ Լավ եք։ Ահա։ Բա ես քեզ, ես էլ քեզ։ Սրանք էլ մի րոպե երեխեք, ես էլ։ Ես էլ այսպես տխված կա։ Ես էլ ձեզ։ Բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ, ես ձեզ։ Խնդրեմ երեխեք, բարով վարչապետ։ Հաջա։ Երեք հատ։ Այո, բիսկվիտներ ստուրեն։ Երեք հատ։ Ես էլ, հաջա։ Անուշ ջան, մենեջեր Անուշ ջան, բարևներ եմ փոխանցում ու Անուշի համար քարտեզ եմ փոխանցում, կտակ իրա։ Ես էլ ձեզ, որ լավ եղեք։ Հաջան, բարև եղեք։ 37 տարի ապրում ենք վագոն տնակում։ Բայց պետություն ձեր նկատմամբ պարտավորություն ունի։ 22 տարի առաջ սերտիֆիկատ եմ տվել, ես եմ վախտանչախաս եմ եղել։ Նախկիններին ինչի համ փողը չէր հերիքում, համ էլ չգիտեմ ինչ ա եղել, փաստաբանի փող էլ չունենք, որ մենք փաստաբան վարձենք։ Հա, հիմա այդ հարցերը իրավական առումով ես ճիշտ եմ, նամակները որ ստանում եմ, այդ հարցերը պետքա դատարանով լուծվի, եղբայր։
բայց ես փաստաբանի միջոց էլ չունեմ ու սպիտակում երևի ինպես Դե պետք է հիմա ընտրական շրջան ա մենք նյութական որևէ խոստում չենք կարող տա, հետո պետք է նայենք թե այդ հարցերը ոնց կարանք աջակցենք։ Հիմա չեմ կարող։ Մեկ էլ ինձ վրա ենթամշակույթ են դրել Փաշինյան ջան, 3 տարի է, հա։ Մի հատ նայեք ինձ ձեռներին, էս ենթամշակույթի ձեռներ ա։ Ոչ դուժող կա, ոչ բողոք կա, ոչ տնիցս արտելված բան են հանել։ Կպարզենք։ Ու հետն էլ այս օրենքները նենց հաս հորինված, չգիտեմ ոնց մտքերս ասեմ որ ճիշտ լինի։ Մեծամասնությունը այդ օրենքի աշխատող դուրս են գալի փաստաբան։ Չի լինի մի հատ էս ին վրա որ գործ ա դրել, օրենքը նենց լինի, այդ դատախազը, այդ քննիչը Նախքին դատվածություն ունի։ Հա, գա ինձ փաստաբան։ Երկու։ Գա ինձ Լավ փաստաբան։ մի հատ կհասկանանք։ Իսախանյանն ուրա։ Ոնց հասկացա անիմաստ է իմ ձեզ Չէ, եղբայր, չէ, մի րոպե, անիմաստ չի։ Ասում եմ հիմա այդ որ ասում եք փաստաբանի հնարավորություն չունեք, հիմա ընտրական շրջանը այդ կարգի նյութական խոստումներ չենք կարող տանք, բայց կմտածենք այն մարդիկ ովքեր շահառու են, ժամանակից ԲԳՎ ստացել են, բայց հիմի եկել այն փուլը, որ մենակ դատարանով ա լուծվելու, կմտածենք այդ մարդկանց ոնց աջակցենք։ Աջակցության ծրագիր կանենք, էլի գուցե։ Պատկերացրի, որ դուք կարողանաք գնալ դատարանում այդ հարցը լուծեք, որովհետև օրենքով նենց է, այդ տասնյակ տենց դիմումներ ստացել եմ, քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատել եմ, իմիջիալոց ասեմ, տասնյակ մարդիկ արդեն դիմել են դատարաններ եւ ստացել են, եւ մենք հիմա իրանց համար բան ենք անում, իրանց այդ ԲԳՎ-ները թարմացնում ենք, ֆինանսավորում ենք, որ մարդիկ տուն առնեն։ Այդ այսինքն տենց պետք է անենք կներեք, էլի որ ճիշտ լինի ամեն ինչ, տենց չենք կարող անենք ուղղակի մեր կամքով ստորագրելով անենք, պետք է իրավական հիմքը վերականգնվի ու մենք գնանք այդ լուծումը տանք։ Մեկ էլ մի բան հարցնեմ ու Փաշինյան, արդեն երկրորդ անգամ է դուք ղեկավար եք երկրի, համաներում չեք անում, ինչով այդ պայմանավորված։ Ասեմ ձեզ ինչով է պայմանավորված, որովհետև համաներումը չի անհատականացնում մարդուն։ Մենք վիճակագրությունը գիտեք ինչա ցույց տալիս, որ համաներումով ազատված մարդկանց մոտավորապես 60%-ը առաջիկա 6 ամսվա ընթացքում վերադառնում են քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն համաներումով ազատված մարդկանց 60%-ը 6 ամսվա մեջ հանցագործություն անում հետա գալիս։ Այսինքն ստացվում է, որ մենք համաներում անելով ուրիշ մարդկանց համար խնդրեմ ենք ստեղծում, որովհետև որ 6 ամսվա ընթացքում հանցագործություն են անում, դուժող ունի, չէ՞, հանցագործությունը։ Հիմա մենք ասում ենք այնպես մեթոդի գնանք, որ ազատենք այն 40%-ին, ով որ համաներումով ազատվում այլ հետ չի գալիս։ Ու դրա համար ինչ ենք անում, պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը հիմա շատ ակտիվացնում ենք, պատկերացրիք, այդ ոնց են ասում գաղութուն դրան, որ սրոկից շուտ դուրս են գալիս։ Այսինքն պատկերացրիք 100 հոգի համաներումով դուրս եկավ։ Վիճակագրությունը նախքին ցույց է տալիս, որ 6 ամսվա մեջ 60%-ը հետ է գալիս։ Մենք ասում ենք այդ մարդկանց համար ենք խնդրեմ ստեղծում, դրսում եղող մարդկանց համար էլ։ Հիմա այն 40%-ը, որ դուրս է գալիս, հետ չի գալիս, այդ 40%-ին մենք պայմանական վաղաժամկետով գտնենք անունազգանուններով, իրանց բնութագրով բաց թողենք այդ մարդիկ գնան իրանց կյանքով ապրեն։ Բայց որ դուք ձեր Իմիջիալոց բաց համաներում արել ենք, 18 թվին արել ենք։ Եվ հա? Можно с вами сфоткаться? Да. Այսինքն մեր խնդիրն է, որ ազատենք նրան, ով գնալու է ու գնալու, էլ հետ չի գալու։ Հա, էսել մյուսը։ Փաշինյան, դուք իտալական չեք գալու։ Ինչ? Այդ դոմիկների համար Որտեղ? իտալական, որ արդեն 18 տարի ավել նստած ենք, արդեն եւ տանկերն են ավելա, օծնատուն մտնեմ, սուն կարաչեմ տան միջին, մի հատ եք նայել։ Մենք այդ հարցերը նայենք, Մեր չնայենք։ քաղաքապետը շատ լավն է, մենք Տեսեք։ Ոյ։ Բանակ գնա 500 տեսեք։ Մենք ես այլ երեխա չեմ կարա տեղանտավ։ Ահա, մի րոպե։ Մենք երկու ստեղ խնդիրը հետեւյալն է, կա երկու բան հատված այն տնակները, որոնց տերերի նկատմամբ պետությունը ունի պարտավորություն բնակարան տալու եւ որոնք չունի։ Մենք մի հատ պետք է տենանք, այս մեր ընկերը, որ նոր գնաց, որ ժամանակին ԲԳՎ-ի է ստացել, չի օգտագործել, իրանց հարցերը մի հատ պետք է լուծենք, հետո անցնենք այն ժողովրդին, ում նկատմամբ չունենք պարտավորություն։ Դրա համար մենք նախընտրական ծրագրում սոցիալական բնակարանաշինության կետ ենք մտցրել, որ փուլ կամած
սոցիալապես անապահով խավերի համար բնակարանային ինչ-որ ծրագրեր։ Սերտիֆիկատան տուն կա, ես տեղ Երեխեք շնորհավորում եմ առողջալից, հաջողալից մեր ամբողջ ժողովրդի Էս ինչ լավ է, էս ինչ լավ աղջիկներ են, վերցրու դու։ Էս ինչ լավ խված կա։ Մի ամաչիկ։ Լևոն քարտեզ էլ դու։ Էս քարտեզն է։ Էս մեկ։ Էս էլ երկու, բա որտե կպցնենք մի րոպե։ Առողջ ապրի։ Էս վերցրու։ Վատո չտենա մեր Բա վարչապետը։ չենք նկարվում, չունենք հեռախոս։ Լավ, եղավ։ Վարչապետից հետ նկարի։ Երեխանց հետ նկարի վարչապետ։ Լավ այդ։ Երեխանց հետ նկարի։ Հա, էսա կան։ Չէ։ Էսա։ Բա դուք հեռախոս ունեք, մայրիկ ջան։ Ունեի տանը մնաց։ Ով կնկարի երեխեք հետ, ով կնկարի, բա հետո նկարը ոնց ենք դες տալու։ Մի հատ նայեք երեխեք։ Չեն նայ։ Այ, անդե նայ։ Всё, դե երեխեքին ստեղից հանենք։ Երեխեքին հանենք, էլի ստեղից։ Այս քեզ եղբայր։ Երեխեքը ստեղ բան կդնեն, էլի այս նեղվածքի մեջ։ Շատ շնորհակալ։ Այս կուրկեն իրա ուղակի հաստատ չի կպնի, էլի։ Դու կկպցնես։ Հա, շատ լավ է։ Շատ լավ է։ Դուք եք որ Հայաստանի չեմպիոն եք։ Այո։ Որ թիմի անունի չէ։ ՄՖԿ բազում։ ՄՖԿ բազում։ Շատ ապրեք։ Դե կզբաղվես դու։ Միջև նոր դաշ։ Հա, մի րոպե թխվածքաբլիթ չենք տվել։ Էս։ Ապրեք շատ։ Ահա։ Հայ, իհարկե, հաճույքով։ Այստեղ լավ չկաս։ Հաճույքով, մի րոպե։ Ես եմ շնորհակալ։ Հա, իհարկե, եղբայր։ Բարև։ Լավ եք։ Նկարվենք, եղբայր։ Բեր կպցնեմ։ Հա, մի րոպե։ Ասիր իմ ձեռ հալարելի, այ կհիս է 18 թվի որ դալար։ Մեր իմ ձեռով կպցնեմ։ Ահա։ Բա հեռախոս ունես։ Չէ հեռախոս։ Դե մեր հեռախոսով։ Մեր հեռախոսով կնկարենք։ Բայց նկարած ոնց ստանա։ Ուղիղ եթերից, հա թե ֆոտո էլ արիր, բայց։ Չէ, ասեմ նկարած ոնց ստանա։ Ուղիղ եթերից պետք է։ Ներող նկարած։ Հա, տելևիզիոն։ Փեշոտելի։ Բանից։ Փեշոտ։ Այս ամենահարմարը էս։ Ես եմ շնորհակալ։ Արի։ Նորից բարի։ Երեխեք ջանեք եք։ Շնորհակալ եմ եղբայր։ Հա, եղբայր, իհարկե։ Էտա թխվածք ունես։ Ես էլ քարտեզը։ Ինչ անունը։ Ապրես Սրայջա։ Այս կուրկեն հաստատ չի կպնի, սեն ձերքդ էլի, ես էլ ես։ Բարև, հա, ով է նկարում։ Արի եղբայր, քարտեզ մի հատ ես քեզ, էդ հաստատ կուրկիտ չի կպնի։ Բարև ձեզ, բարև։ Լավն քեզ։ Լավ եք։ Էս է ձեզ։ Շատ շնորհակալ եմ նկարի համար։ Ուր գնաց։ Ով է նկարում։ Շատ սիրելի վարչապետ, եթե հնարավոր է մի հատ։ Իհարկե, էսա մի վարկյա։ Ով է նկարում։ Ահա, նկարեց ոնց որ։ Եկեք, տղերք, եկեք։ Նկարի էլի։ Նկարեցին։ Նկարեցին, թե չնկարեցին։ Չեն նկարի։ Էս էլ։ Սա։ Եկնելի իսկուրելի։ Ես ատնամ եղբայր։
Սոտա։ Էսա մի վարքյան, էս էլ ձեզ, այ իմ ձեռը։ Շատ սիրելի վարքյան։ Էսա կտա։ Եկեք, ով է նկար։ Նկարիր։ Եղավ թե չեղավ։ Շատ լավ։ Իրան ով է նկարում, որ նկար, ահա, ահա։ Շատ լավ։ Լուկաս, ուդի մնաս։ Համեցեք, ուզում եք նկարվենք։ Ով է նկարում ինքը։ Հա, հոպարես։ Աշոտակներես, Աշո ջան, մի հատ առանցակնոց է ուզում նկար։ առանցակնոց է էլի հոպար։ Շատ ուրախ։ Շնորհակալ եմ շատ։ Քայլենք մի քիչ ժողով։ Ասա եղբայր։ Ես Սպիտակի մարզերից եմ գյուղ Գոգարանից։ Մենք ճանապարհ բացարձակ չունենք։ Այսնյան հետ ցեխ։ Կկառուցենք եղբայր։ Հերթով կկառուցենք։ Լույսերի ստոլբեք սա ֆոտասը վերաթափել։ Հենց մեր տան մոտ։ Հերթով կարվի, հերթով։ Լույսերը կտրվել է։ Տեն ճանապարհ կապել են, հենց հլի։ Ռեխեն ձեռը սենց հարամ հասցնեմ։ Տենստեղ չկա որ չկառուցենք։ Դու այս այն օր ինչ ես խոստացել, պատահաբար Գառը։ շրջապարակում ենք։ Հաստատ, հա։ Մեկ էլ մի բան լա հարցնում էլի։ Ինչի համար է խոստացել, որ սարքենք։ Չէ, դա ուրիշ բան է։ թեմա։ Հա դե դու մասպետ ես արիքներում։ Էլիս քեզ հարցնում գնա։ Չէ, լավ բան էլ ասում էլի պարոն վարչապետ։ Ես մի կներեք մի բան ասեմ ու ասեք էլի։ Հաջան։ Ես Նախ նկարվենք, բարով եք եկել մեր լոռու մարզ, բոլորից շատ ուրախ եմ, որ ստեղ եք։ Ուզում եի մեծահասակների անունից, տարեցների անունից ձեզ շնորհակալություն ասեի մեր առողջապահության հարցով այս բարելավումներ անելու։ Քանի որ ես բուժաշխատող եմ ու շատ եմ շփվում այդ առումով, մեր մեծահասակների մոտ դուք ասենց ասեմ խնդիր չունեք։ Իսկ ձեր մոտ խնդիր ունենք թե չէ։ Իմ հետ մեր մոտ հաստատ ձեր աշխատավարձը ավելացել է թե չէ։ Հա, դե բարելավում կա, աշխատանքներս ավելացել են, աշխատավարձներս էլ հետն ավելացել։ Հա, դե աշխատանքը լավ է, էլի, բայց լավ է նաև որ բժշկի բուժաշխատողի համար ինչքան պրակտիկան շատ ալնում, այնքան իր պրոֆեսիոնալության մակարդակը բարձրանում է։ Այդ մեր վերապատրաստումները, որ անվճար կազմակերպվում առողջապահության նախարարության։ Ավանեսյանը ստեղ մոտակայքում է թե չէ։ Ասում էր, որ իմիջայլոց երբ որ ապահովագրության համակարգը մտել էր, այդ սկզբից մի փուլ կար, որ բուժաշխատողները բողոքում էին, որ աշխատավարձերի նվազում է գնում բան, որոշակի խմբերի մոտ այդպիսի խնդրեմ կար, որը մենք կարող է այս պահին էլ կա, որը մենք կլուծենք, բայց այսօր մենք Տիկին Ավանեսյան մեր ինքը բուժաշխատող է եւ հաստատեց, որ իր աշխատավարձը ավելացել է, բայց ինքը եկել էր, որ թոշակառուների ուղերձը փոխանցի, ասում է դուք թոշակառուների մոտ խնդրեմ չունեք, ասում եմ մենք ձեր մոտ ունենք խնդրեմ, ասել չէ։ Ունենք մի հատ բոլորով նկարվենք, էլ պարոն Մարսպերտը, պարոն Նիկողոսյանը։ Էսա կգամ, էսա կգամ։ Սպասի նկարում ենք։ Նկարվենք մի հատ։ Դուք այդ գառի հարցով արդեն պայմանավորվել եք, էլ ինչ ես ինձ հետ խոսում։ Ինչ ասեմ, բոլորով նկարվենք։ Կամասա հարցդ կլսեն։ Սենց պահեք, տենց բոլորս չենք երևա, սենց պահեք, որ բոլորս երևա։ Էսա կնկարվենք։ Մի քանի հատ նկարեք։ Սիուն կանեք։ Գակ ջան մի քանի հատ նկարի, որ գոնե մեկը լավ է։ Մեկ էլ բայց առաջադրանքով եմ եկել 6 երեխեքի համար, որ քարտ է ստանեմ, պարապունքի էին չկարողացան։ 6 երեխա։ 1, 2, 3։ Ես նկարեմ ու դուք գամ դեր հարց։ 1, 2, 3, 4, 5, մի հատ էլ անի։ Հա չէ, սա եղավ 6։ Եղբայրասա հարցը ասա։ Երեխա ունեմ թոշակառու է, հաշվանդամ է էլի։ Դաժե հմ ետ երեխուն ուղարկել են, դաժե վճարովի եմ անա։ Ստուգումները, բաները, սա Ոնց կարա։ Հաշվանդամ։ Քաղաքացիություն խնդիր կա։ Չէ։ Բախյա վճարովի։ Մի հատ տիկին նախարար նայեք ինչ թեմ։ Մի հատ նայեք։ Տան հարցով եմ եկել։ Ցավը տանեմ։ Առողջ ես, բիլակը տեղն լինի, մեր գլխից անպակաս լես։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն, հալալ կասկերած, պապիկյան ջան արիստեք, ցավը տանեմ։ Ձեր հանող չկա որ ժողովրդի 30% վագոնների մեջ է։ Ասեցին, Փորձրել ենք։
թորներից եմ արդեն մեծ դեսնեմ, էլ քանդում ավագով։ Եղբայր, բայց Գոնե մի բան անեք պետությունը սարքեք։ պարտավորություն ունի ձեր նկատմամբ։ Մենք հերթագրված ենք այս արդեն 40 տարի, չի ստացվում։ Մենք հույսներս դրել ենք քո վրա, որ Ժամանակին կարողա դուք եք այդ բգվները ստացել։ ոչ մի բանի չենք ոնց։ Բաբա ոնց։ Այնա չի լե։ Ոնց։ Այնա չէ, ես մի բան չեմ։ Բնական շենքում եք ապրել։ Սեփականատեր եմ, լավ կորցրել եմ։ Ժամանակին խիչենք փոխած, Հերթագրված եկամի ենք, չի։ Իրան երար, բանը մի նոր խիչի ֆիքսված, որ պետությունը Բնական շենքերի ճաշած ժամանակով գործել են բազմաբնակարան շենքեր։ Այս երկրաշարժի դարդից մենք երբ ենք ազատվելու, անում ենք, Այդ դարտին վագոնների միջին ապրում ենք, հետո։ Չէ, բայց եղբայր մի հատ պետք է հասկանանք, որովհետև անկեղծ ասենք, մարդիկ կան, ժամանակին տունը ստացել են, այդ տունը կամ ծախել են, կամ ընտանիքը կիսվել ատեր, հետո վերադարձել են, տնակում ապրում են։ Հիմա սա խառնվել է իրա, որովհետև ինչն եմ ուզում ասեմ, որ տնակում ապրելու փաստը դեռևս չի նշանակում, որ պետությունը պարտավորություն ունի։ Որտեվ կան տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր դեպքեր կա, ասենք տունը ստացել են, կամ վաճառել են, կամ ինչ-որ բան, եւ այլն եւ այլն։ Դրա համար հիմա այնքան խառն է, որ մենակ զոհել եմ ունեցել, տալիս էի, չեմ ստացի, ոչ մի բան չեմ օգտվել։ Դե դրա համար դրանով է բացատրել եղբայր։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Խաչատրյան Ռազմիկ։ Պարոն Խաչատրյան, տեսեք խնդիրը ինչի մեջ է։ Ասենք օրինակ 1000 հոգի տնակում նույն տարածքում ապրում է։ Խնդիրն այն է, որ տնակում ապրելու փաստը ինքնին ապացույց չի, որ պետությունը պետք է տուն տա, որովհետև այդ 1000-ից ենթադրենք 300-ին տվել է։ Հիմա մեզ համար բարդությունն այն է, որ մենք տարբերակ ենք, հասկանանք ում նկատմամբ պարտավոր, որովհետև կներեք անարդար կլինի, եթե պարզվի, որ մի հոգու միջև մի բան չենք տվել, իսկ այն մյուսին արդեն 2 անգամ տվել ենք, ել չեմ ասում դրա համար շատ նուրբ հարց է։ Ոչ թե, այսինքն sense թեմաներ կա, նկատի ունեմ, ոչ թե չենք ուզում այդ խնդիրը լուծենք, բայց բարդություններ կա իր հետ կապված։ Արխիվային նյութեր կա, հիմա նոր մի հատ ընկեր մոտեցել էր, իրանք ժամանակին BGV են ստացել, չեն իրացրել այդ BGV-ն։ Հիմա մեր կարգավորումներն էլ ասում է, տենց դեպքերում պետք է դատական կարգով վերականգնվի։ Այսինքն sense շատ բարդություններ կան։ Դուք պատկերացրեք, ասում եմ, ամենածանր բաներից մեկը այն է, որ երկրաշարժից քանի տարի անցել է, սա 40 տարի, ու միջև հիմի այդ հարցը բարձրանում է, հասկանում եք, ու մենք 2000 բանից 19 թվից ամեն տարի տարեկան 500 միլիոն դրամ դրել ենք, այն հույսով, որ պրծանք, այդ փուլը պրծավ, հետո պարզվեց էլի չեք պրծել։ Երթագրված եմ, ես ինչ անեմ։ Սեփական սեկտորը հնարավոր չի, եղբայր, որովհետև 2019 թվի դրությամբ ես ասել եմ, բերեք, տենանք քանի հոգու նկատմամբ, քանի հոգի կա ձեր ասած հերթագրված մարդը։ Իսկ թիվեն զեկուցե, ասել եմ, այս տարվա բյուջեից բոլորի համար գումարը հատկացնում ենք։ Մենք այդ գումարը հատկացնել ենք, տվել ենք։ Մեզ թվացել է, թե վերջացել։ Հետո պարզվեց, ստեղ սենց խնդիր կա, այնտեղ նենց խնդիր կա, այնտեղ նենց խնդիր կա, եւ ժամանակի մեջ ենք։ Եվ այդպես շարունակ։ Աջան, էսա մի վարքյան, քարտ ես տվել։ Ես էլ Շատ շնորհակալ եմ։ Ես իմ ձեռով փակցրի։ Դուք էլ եք ուժ աշխատող։ Չէ, ես մանկավոր եմ։ Շնորհակալ եմ։ Բարև Բարև եղբայր, ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ ենք, ցավը տանեմ։ Տրամադրություններ ո՞նց է։ Մի հատ երկու հատ տամ տղեկ հանդեր սպասում են ինձ։ տղեկը սպասում են, ահա։ Ապրես, վերնեմ չէ, ապրես։ Շնորհակալ եմ եղբայր։ Մեծ եք շնորհակալ։ Բարև։ Ես մի երկու հարց ունեմ, պարոն վարչապետ, դիմել եմ նախարարություն, տղաս բանն Սպանաձորի քրեակատարողականին։ Ինչի համար։ Իր գործերը մի քիչ հասարակ բանա, բայց մի վիրահատության կարիք ունի, ես եկել եմ Երևան նախարարություն։ Որ նախարարություն։ Քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ։ Հա, այդ առողջապահության, հա, ընդեղ եմ դիմել։ Ոչ մի բան։ Տիկին Ավանեսյան, խնդրում եմ մոտեցեք։ Մի բան են անում, ասում իրան հետազոտություն է, բայց սրոշնի իրան վիրահատություն է նշանակած։ Քրեակատարական հիմնարկումը որդին, մի հատ պետք է հասկանալ։ Շատ շնորհակալ։ Հա, եղբայր։ Լավ է։
Առողջություն հաջող։ Միատնավիրեմ։ Շատ շնորհակալ եմ, թե Պարոն վարչապետ, մենք շատ բան եկել ենք։ Ահա։ Այս մի 2 տարի հետո ես գնացի եմ, մի հատ մեքենա ենք գնել։ Ինչ արեք գնե։ Էլեկտրական մեքենա, հա։ Հա, Ռուսաստան։ Չէ, Ստեղ։ Ահա։ Այս համարներով Չինաստանից բերել ենք ստեղ։ Ահա։ Հերով մի տարի օգտագործեցինք, դրանից հետո մեր վրա գահակ եկան։ Ինչի՞ ամ։ Որ բան էլեկտրականին դե բան չի ասում։ Ինչ։ Ռաստամոշկա։ Ոնց չի հասնում։ Չի ասում։ Չի հասնում։ Քողոտայի մեջ որ Հա, քվոտայի մեջ։ Հա, ազատված է։ Բայց քվոտայի մեջ չի եղել։ Քվոտայի մեջ եղել, մի տարի օգտագործել ենք այդ մեքենան։ Համարներ հանել։ Համարները հանած, ամեն ինչ պայքարած գնացել ենք, եկել ենք։ Ու մի հատ մեքենա չի։ Շատեր են այդ կարգի մեքենաները։ Հիմա ասում են այդ մեքենան էլեկտրական չի։ Արդեն մի տարի պես է։ Էլեկտրական։ Տեխնիկա վիճելու հարց չի պետք է նայել։ Հանայ։ Ավտոն դնենք այնտեղ սկսենք վիճել, էլեկտրական է, պետք է նայենք։ Իրանք էլեկտրական գրանցել են։ Մեքենան գրանցվել է։ Բացի մի բենզին լցնում եք, մեջը չէ, հələ բենզին լցնում եք։ Բենզին սարքում մեջ լցնում են։ Էնի առա, հա, բան բոլոր էլեկտրականների մեջ բենզին։ Ինքը չի շարժվում։ Ինքը Դե ուրեմն հիբրիդ։ Չէ, ինքը բենզինով չի աշխատում։ Ընդհանրապես ոչ կարած Պարոն Իսախանյանի օգնականն է։ Հա, իհարկե։ Կարան կոն։ Ես 22 տարի ապրում եմ Բրուսել քաղաքում։ Հայաստան չեգե նոր անցնում էի ցես տեսա, ասում եմ ինչ տպավորություններ եք ստացել Հայաստան։ Հիանալի։ Հաստատ։ Ձեզ շատ սիրում ենք Եվրոպայում, ուզում եի տեսնել ձեզ բարևեի, ձեզ շատ սիրում ենք, շատ հարվում ենք, միաս կուզենայի ձեր հետ նկարվել։ Եկեք, եղբայր։ Հա, էսա սպասի եղբայր, էսա Բրյուսելից եկած մեր եղբոր հետ նկարվենք, ու հետո մի րոպե, էս ուղենք։ Օպարջամի վարկա։ Հարի, մի քիչ սենց կանգնենք։ Խնդրեմ մի հատ։ Դուք ել եք Բրյուսելից։ Չէ, բայց դե շատ ենք հարգում ձեզ։ Շնորհակալ ենք։ Հատուկ եկել ենք։ Լավ է։ Պարոն վարչապետ, լավ եղեք, հաջողություն։ Առաջ։ Ես էլ ձեզ եղբայր։ Անկանում եմ հաջողություն։ Շնորհակալ եմ եղբայր։ Արի։ Ինչ անունդ։ Նարեկ։ Ապրես Նարեկ ջան։ Էս քեզ։ Մի հատ էլ Նարեկի համար թխված չկա բա։ Ահա, էս էլ քեզ Նարեկ ջան ու նկարվենք Նարեկ, բա։ Էդ իրանց հեռախոսն է, թե։ Հենա, բայց իրանք կողմ։ Նարեկ, էս Նարեկին ով է նկարում, չէ։ Էս կողմ։ Չէ, չեղավ, զգուշ։ Սել չկա Նարեկ։ Սպասի, լավ չի։ Տեխին գավ չհասկացա։ Ահա, Նարեկ ջան։ Ով է Նարեկին նկարում, դե նկարեք։ Ահա։ Արի, դուր։ Էս վերցրու կուրկետ հաստատ չի կպնի, թխված, կեսել, էսել թխվածքը, ահա։ Վալերի ջան նայ, սրտիկ գիտես անել, դե արա, ահա, դե բարձացրու որ երև, շատ ապրես, գնացի։ Անանձորի եկա որ նկարվենք։ Հա եղբայր, տեսա որ ընդեղ ես ավտոբուսի միջից բայց, լավ եղի։ Ասա եղբայր։ Մեր սպիտակի ես ֆուտբոլի դաշտ Ասեցին տղերքը կազմակերպ։ Եղեքը սաղ չեմպիոն դարեր։ Ասեցին։ Բայց դաշտ Առաջինը բանի երեխեք եկել եմ շփվել, տղերքը մի 10 հոգով հավաքվել էին, ասեցին ես էլ ասացի որ բան կանենք։ Համայնքի ղեկավարն է Հիշեք որ բանի երեխեքին ֆուտբոլի դաշտի հետ կապված թեմա կա, հետագա մեր աշխատանքներում անպայման պետքա բան անենք։ Հաջա, բարև եղբայր։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ լավ է, լավ, Մի հատ նվիրենք ձեզ սրանից։ շատ հաճույք, Ահա, այսպես։ հաճույք։ Լավ է։ Ես հաջողություն։ Բարև ձեզ եղբայր, էսը ձեզ։ Բարև ձեզ, էսը ձեզ։ Բարև եղբայր, էսը ձեզ։ Ես եմ շնորհակալ, բարև եղբայր։ Մեծ հաջողություն։ Շնորհակալ եմ, մեր հաջողությունները ձեզնից է կախված։ Հա, իհարկե, եղբայր։ Բարև եղբայր։
Լավ է։ Խնդրեմ եղբայր։ Քեզ մի բան ասած։ Ասա եղբայր։ Ես Հա, չէ։ Դրել ես։ Ասեք։ Ես հիվանդ եմ քիչ։ Քանի տարեկան եք եղբայր։ 67։ Բա առողջության ապահովագրություն ունեք։ Չէ։ Ոնց չէ։ Հա ունեմ, այդ սա գիտեմ, ես սա։ Ասել մի բան ասել։ Ժարկը ալելա։ Այդ հայվանները մտել են փողոց։ 4 հոգու։ Երբ։ Ժարկից հետո։ Համի Որտեղ եք ապրում։ Սպիտակի մեջ։ Սպիտակի մեջ։ Համի չգիտեմ ես ինչ անեմ։ Երբ են մտել այն վաղտ։ Ժարկը ալելա 96 թվին 90 Եղբայր կադաստրով թուղթ ունեք։ Չունեմ, հենց դա չունեմ։ Բա ինչ գիտես դա քո հողն է։ Իմ հողն է, ես գիտեմ, իմ հողն։ Հողը փաստաթղթով է, եթե քոնն է, քոնն է, եթե քոնը չէ, ես ասեմ, մի քանի նամակ եմ գրել, այդ Հիմի կարող է պարզվի հարևանները ունեն վկայական։ Հա ունեն, Բա որ ունեն իրանցն այլ ոնց է քոնը, եղբայր ջան, 1000 ներողություն։ Ձեր ազգանունը ինչ է։ Չոբանյան Էդիկ։ Եթե իրանք ունեն վկայական, ուրեմն իրանցն է հողը, ինչ եք ասում որ ձերն է։ Այմն է ալել, ոնց ալել։ Բայց թուղթ ունեք, թուղթ։ Ես կատաստեն նամակով գրել եմ։ Եղբայր, եթե իրանք վկայական ունեն, այդ հողը իրանցն է, էլի ես չեմ կարող բան անեմ, ինձ ասում եք որ ինչ անեմ ես։ Դե կատաստենին ասա որ Սահմանադրության մեջ գրած է սեփականությունը անձեռնմխելի է։ Այդ մարդը թուղթ ունի, որ իր սեփականությունն է։ Եթե անհերքելի ապացույցներ չկան, որ դա ապօրինի է ձեռք բերվել, մենք բան չենք կարող անենք։ Իսկ եթե ապօրինի է ձեռք բերվել, դիմում գրեք իրավապահ մարմիններին կամ դատարանի։ Այսինքն նույնիսկ այդ դեպքում ես այդ հարցը չեմ կարող լուծեմ, դա մենակ դատարանով լուծվող հարց է։ Կատաստենին ասեք դու, Թորոսյանը ինչա։ Թոմասյանի։ Ասեք թող թղթերը հջի։ Քան այդ նամակ եմ գրել։ Մի հատ հասցեն տվեք, դիմում գրել եք դուք կադաստրին, ասում եք գրել է։ Մի հատ պատասխանը հասկանանք ինչ է, էլի։ Հասկացանք։ Բայց եթե վկայական ունեն հարևաններ, այդ բարդ գործը, հա, եղբայր։ Հիմա ես ապրում եմ 4 դարքի բթայինից տանը։ Ինչեւ նա ոչ մի բան։ Ո՞վ է սեփականատերը։ Տատիկս է ել։ Այսինքն մասնավոր, հա։ Երկրաշարժից, հա, դառել։ 78 Դե հիմա մենք նախընտրական ծրագրում վթարային բնակարաններ տների համար բան ենք անում, ծրագիր ենք փորձում անել, որ հանրապետության բոլոր վթարային տների խնդիրը լուծենք։ Ինքը պարզ հարց չի, հույս ունենք, որ այս եկամտահարկի ծրագիրը Երևանից դուրս եկավ, հասավ մարզերում կկարողանանք ներդրումներ բերելով այդ հարցը լուծել։ Պես ձեզ։ Պապիները նեղանում են ասում։ Ո՞վ է նեղանում։ Ապահովագրության։ Հա։ Բոլորը հիմնականում ապահովագրությունից։ Բայց ինչ են նեղանում։ Օրենքով չեք գնում ասում, Էս էլ քիչ։ Մի հատ այն բանից էլ տվեք, էլի։ Ասա եղբայր։ Մենք ուզում ենք մեծ ֆուտբոլի դաշտ ունենալ։ Ասել են տղերքը արդեն մենք պայմանավորվել ենք արդեն, որ ակադեմիան ֆեդերացիայի ներկայացուցիչներ կան, ակադեմիային։ Լավ է։ Հա, իհարկե։ Բայց այդ ասեցինք, պետք է մինչև 2031 թիվը այդ հարցը լուծենք։ Եկող տարի։ Դուր ես ասում, ծրագրի մեջ է արդեն։ Շատ լավ է։ Հա, ժողովուրդ, շարժվենք արդեն։ Բարև ջան։ Իհարկե։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություն։ Պարոն Փաշինյան, կարելի է տալ։ Ժողովուրդ արդեն պետք է գնանք, ձեզ այստեղ պահենք, դուք կթրջվեք։ Մենակ դու, արի մենակ դու։ Գարվենք, էլի պարոն։ Մենակ դու։ Մի հատ էլ անեիր։ Մի հատ էլ անե։ Երեխեք ջան, ես ձեզ։ Պարոն Փաշինյան, մի հատ էլ նկարվենք, էլի։ Նկարվենք։ Երեխեքին, ժողովուրդ երեխեք հետ նկարվում ենք ու գնանք արդեն, որովհետև ժամանակի խնդիր ունենք։ Երեխեք ջան, ես վերցրեք, մի հատ այդ բաներից էլ տվեք, էլի թխված, ում չտվի սրանից։ Դու ունես։ Էսել,
Հարգարժան Հաջան վարչապետ Հաջան հիշում ես ինձ Շատ հա ուրախ եմ շատ ուրախ եմ բանաստեղծությունների առաջին տունությունը կարդացել է ժողովածու Շատ լավ Ժողովուրդ ջան կներեք մեզ մենք արդեն պետք է գնանք Էս ինչ մռութ ալա լուրջ Էս ինչ լուրջ է Մի րոպե Այս քեզ հլա Էս էլ քեզ Ժողովուրդ ջան պետք է գնանք կներեք Եղբայրը արդեն հարցի համար ուշ է էլի ուշանում Ով է նկարում, Աշոտ ջան նկարի էլի Նկարի ուշանում եք Ով է նկարում Աշոտ նկարի Տալիս եմ Ես նկարում է, պարոն Փաշինյան Տվեք, մեզ էլ տվեք քարտեզ Էս ձեզ քարտեզի Զեպյուր ներծրար Տիկին զեպյուր սենց Ում չտվին քարտեզ Դավայ, նկար Չէ, թարց իրանց ես նկարում, եղբայր Պրծրա, նկարեք էլի մեգդ Տուր էլի քարտեզ Վայ Աշոտ Լավ էլի Աշոտ, ես ինչ ես անում Աշոտ Արի դալք նկարի, սենց կանգրի Աշոտին էլ մեզ հետ նկարի Ժողովուրդ ջան, գնացինք կգանք դեռ կգանք Եղավ ապե Եղբայր Գրետ նկարվա Մյուս անգամ Լավ եղեք, գնացեք դուք էլ չթրջվեք գնացեք Անդրեյ սկսեք, բարև ձեզ Մյուս անգամ եղբայր Գնացեք չթրջվեք, լավ եղեք եղբայր, շնորհակալ եմ Անդրեյը տեսավ ժամը լրացավ, ասեց վերջ Այս էլ սպիտակի մեր հանդիպում Այո, այդ դուք եք նամակներ գրում ինձ, ես զբաղվում եմ, չէ, հաջորդ անգամ, ես ձեր նամակները կարդում եմ, հանձնարարականներ տվել եմ, ձեր նամակ, լսեք, Ես բացահայտել եմ կլիպսավոր շները, սաղ տեղերը ծննդաբերում են, կլսեք մի բան, 18 թվականից առաջ, կլսեք մի բան, ձեր նամակների հիման վրա մեր նախընտրական ծրագրում կետ եմ ավելացրել, կարդացեք, օրենք ընդունել ազգային ժողովը, այո, օրենք, մեջը կան կետեր, որոնք շատ վաղն են, կխոսենք, մենք կապի մեջ ենք, գրեք ինձ, գրեք, ես եմ շնորհակալ, լավ եղեք, սպիտակի հանդիպումը այսպիսին էր, նորից էմոցիոնալ, բայց Անդրեյը եկավ եւ մենք բոլորս ցրվում ենք հիմա, լավ եղեք